կասի գնա ոչխար պահի բան ասել, սակոզածա ոտնակապիչ ասել, դե ամուսնացի ասма կնիկն էլա ոտնակապիչ, այդ երկու բանն ասма ոտնակապիչ են, դրանց չեմ սիրում։ Իրենց գյուղի մի ու երկու ջահելի չամոթանք տվել Չոբան Սաքոն, բայց անդրդվելի են։ Ինքը որ չունենա մի 20 ոչխար հաստատ կունենա, ինչու համարյա, քանի որ համարյա ամեն օր նոր գառներ են ծնվում։ Լինում է որ զույգ, դրա համար էլ հաշիվը խառնել է։ Ոչխարի թիվը խառնել է, բայց լավ գիտի դրանց եկամտից ստացվող թվերը։ Առաջ ոչխարին բանի տեղ դնող չկար, ասում էին դժվար է դրա պահելը, բայց շատ եկամտաբեր անասուն է էլի։ Վրեն փող չծախսեմ շատ։ Խոտով ես պահամ, հետո կարաս մենակ մի ամիս խոտ տաս էլի, եթե դու Չոբան ես հետևից գնաս պահես, մենակ մարտ ամսի որ ծնում են այդ վաղտ, մի հետ էլ է փոխվել, առաջ մարտ ամսին, հիմի դեկտեմբերից են ծնացնում, չգիտեմ։ Չոբան Սաքոյի ազատ օրն է, հերթափոխը հանձնել է, կացինը ձեռքն առել ու կամաց կոտորում է։ Կարծես ոչ թե փայտ, այլ օրվա հոգսերն է մանրացնում։ Մոտակա լանջերն արդեն կանաչին են տալիս, Սաքոն էլ մեկ-մեկ կանգ է առնում, հայացքը ձգում դեպի եղնահաղոց, աչքը սովոր է, հեռվից էլ տարբերում է իր ոչխարներին։ Անտերները մեկ ցրվում են, մեկ հավաքվում։ Չնայած այսօր իր օրը չէ, բայց սիրտը հովվի սիրտ է, չի դիմանում։ Օրվա տարբեր ժամերի պիտի մին աչքով գցի։ Ազատ օր, բայց դե Չոբանությունը մարդուց դուրս չի գալիս, ասում է։ Առաջ այն ժամանակներում, որ գյուղի դաշտերը սպիտակին էին տալիս ոչխարի հոտից, օգուտ չկար, ոչ ծախվում էր, ոչ էլ գին ուներ։ Մարդը պահում էր, վերջում 2 կոպեկ դառը քրտինքի դիմաց։ Հիմա ամեն ինչ փոխվել է, ոչխարը դարձել է ոսկու պես թանկ բան, պահանջված։ Զանգը զանգին իրենց հարևան գյուղերից ու քաղաքներից Սաքոյին թե մի ոչխարի հնար արա, միջար արա, բայց իր ունեցածն էլ աշխարհ չէ, եղած է մի 30 գլուխ, թե որ ջահել լիներ ուրիշ բան։ Առաջ դե 60-70 նայել, մի գնալով պակսացնում ենք էլի։ Ոչխարի պահելը դժվար է, պետք է չթողես մի վարքյան։ Եթե մի բաժանաղս հետ ռուբոյի հետ ենք պահամ, ինքն է մեծամասնությամբ պահամ, որ վարքյանին թողում ենք, շակալը տանում է գառներից։ Մի 4 օր առաջ գլխի չել ինքն էր, մնացել էին ստե քարի տակ ենք ասում մտե, առավոտը գնացինք տանք, իրեք գառը չկա, երկուսնյանից մինն ինձանից։ Մի հատ ոչխարի բուգել բռնել էր շակալը, բայց կենթանի մնացել, լավ էր, բուժվեց։ Բայց գառները թեթև փոքր բաներ էին, տայել էին կերել։ Մի բան չգտանք սկի գառներից։ Այսօր Չոբանն էլ ոչխարի նման դեֆիցիտ է, Սաքոն, որ բարձրագույն ավարտ է, տարիներ է մաշել ուսանողական նստարանին, բայց մեկ է հպարտանում է, որ Չոբանություն է անում։ Դա էլ մասնագիտություն է ու ամեն մեկի խելքի բանը չի, ասում եմ։ Չոբանանը իրաց թվում է թե վատ բան է, բայց էս էլ է մասնագիտություն, էդ էլ ամեն մարդ չի էլ կարա Չոբանություն անել, դու պետք է լեզուն գիտենաս ոչխարի։ Հետո դե սովետի ժամանակ վալյուտա էր բուրդը, հիմի բրդին բանի տեղ դնող չկա, մենք Սովխոզ ժամանակը ստեից տանում ենք շուրավեր, Վրաստանի շուրավեր գյուղ ընդե, տեղ կար հատուկ, հակավորում էին բուրդը, որակավորում, բայց հիմա բուրդը սաղ մենք հանդերում թողում ենք բուրդը, դեն ենք ածում։ Բուրդն արժեք չունի, բայց ոչխարի գինը քանակի պակասելու հետ բարձրանում է, պանրինն էլ հետը, որ չտա ամեն ոչխարը տարեկան մի 100,000 եկամուտ կտա։ Դա ամենահամեստ հաշվարկներով, դե պահելիս էլ գյուղացին մի 40-50-ը պահում է, ստացվում է, որ 4-5 միլիոն եկամուտ միայն ոչխարից կստանա։ Հետո էր ասում են, թե գյուղացին գործ ու ապրելու միջոց չունի, վրդովում է Սաքոն։ Ասենք գառը հիմա 50-ով ծախես, 50 էլ պանիր ես ծախում, 100,000 դրամ տալի տարվա ընթացքում քեզ, հերիք է էլի, 10 հատ ունենաս 1 միլիոն, վրեների 10 հատի վրա էլ իշտ ես ծախսիլ, եթե դու հետևից գնաս, դե 10 հատը քիչ է, պետք է դե շատ 50 հատ ունենաս, որ հետևից գնաս զբաղվես, 10 հատ ամեն ոչխարը սեզոնին, ինչ ձևի տարի է լի, ասենք 150-200 կիլո խոտը հերիք է, ընդամենը այդքան խոտ, ընդամենը, այդքան խոտ։
Ասացնեն է, որ օվելուզի կպահի, ճիշտ է վասքը շատ է, ոչխարը ոնց գյուղի ջահելն է ասել ոտնակապիչ, բայց եւ գյուղում ապրող մարդու համար վատ եկամուտ չէ, մնում է զբաղվեն ասում է։ Բայց դե հայ են եղնահաղոցի սարալանջերին ասած հայ գեղի ջահելներին ոչ լսել կա, ոչ էլ հնար, լսող լինեին այդ օրին չեն լինի։ Իր ու գյուղի մեծամարդկան չոբանահաշվարկով այսօր Քարինջում 60 չամուսնացած տղա կա, 20-ից մինչև 40 տարեկան հաշվել են ու հաշվելու օրից իրենց քունը կորցրել։ Չկա աղջիկ չկա գյուղում 20 տարեկանից բարձր աղջիկ մի 3-4 երեխա կլինի, այն էլ ոնց որ ուսանող բան, չգիտեմ, իսկ տղա 60 տղա կլինի, 60։ Ես իմ ամենքը մի պրոբլեմ փող չունենք, տուն չունենք եւ այլը, բայց այդ չի խանգարում ամուսնությանը։ Պետք է ամուսնանան, որ այս ազգը աճի, բարգավաճի, երեխեք ունենան, թե չէ այդ ինչա։ 20 տարեկանից բարձր եմ ասում, որ բանակից եկել են 60 տղա կա, 30-ից 40 տարեկան տղա, 33 հոգի են քաշվել։ Հա, այս երկու օրը գյուղամիջում նստեցինք, հաշվեցինք, մեծերով իմ տարիքի մարդիկ երանցով էլի, որ չոբանահաշվարկ արինք, ասինք է սպոյն 3 տղա ունի չի ամուսնացա, ռուբոյն 3 տղա ունի չի ամուսնացնամ, Այտենց հաշվարկ արինք, որ հաշվեցինք էլի, հաշվեցինք, որ ուղիղ 60 տղա ամուսնանալու ենթակա են, բայց չեն ամուսնացնում։ Մեկն ասում է Ռուսաստան գնամ, տա ուր ես Ռուսաստան գնամ, այ բան ասեք, մայրաքաղաքը լիքը գործա, լիքը բա, ընդել ես բանվորություն անելու ստիլ արա էլի, հմի ենորը զրուցում ենք, խանութները ենքան բանվորի տեղ կա, չեն լայղան, որ գնան աշխատեն, լավ էլ փող են տալի էլի։ Ինքը մի օր էլ պարապ չի մնացել, արդեն թոշակառու է, բայց մի օր գոնե հանգիստ չի ունեցել։ Դե 3 երեխա է պահել, սովորեցրել, ամուսնացրել, 3-ն էլ ամուսնացել են, երեխաներ ունեն, արդեն նրանք են իրեն ուզում օգնել, ավելին արգելում են աշխատել, ասում են պատշգամբում թինգը տուր ու դինջացի ասում է, բայց սաքոն ուր հանգիստն ուր։ Օրվա ծրագիրը կնոջ հետ միասին կազմել ու թեև որևէ տեղ չեն գրանցել, բայց դրանից այդ կյանքի ծրագիրը ոչնչով չի տուժել։ Ամեն րոպեն հաշվարկված է ու հաստատուն գրաֆիկով է անցնում։ Ժամի 6-ին վեր ենք գնամ, կոֆե խմամ, գնամ գոմը, տենց էլի սկզբից խոզերը նրանք շատ անհանգիստ են կենթանին, սկզբից խոզերին են կերակրում, խրժոցներում գծեմ են, անցկել եմ հետո հավերին, հետո կովերին, հետո ոչխարա դուրս եմ անում ու տանում։ Այդքան ապրանք պահում եք։ Հա։ Մարդուկին, հա, երկուսով։ Ինչ է այդքանը։ Դե մեր երեխան ծմար ենք պահում, թե չէ որ մենք երկուսի ծմարի ինչներս է պետք է։ Ասում ենք, քանի աչքներս բաց է երեխանց մի բան օգնենք, քանի կարա մենք ֆիզիկապես մի բան օգնենք, երբեք չենք կարա իրանք կօգնեն։ Երեխեք չնայած վրես խոսում են, ասում են խելոք բալկոնը նստի ծերությունը դվայելի, բայց դե քանի առողջապես լավ եմ աշխատում ենք էլի մարդուկնիկ երկուսով։ Այո, ինչ անում են երկուսով, Սաքոն ու Գայանը դեռ ջահել ժամանակներից մի կտոր հացի տեր դառնալու համար գյուղի նախիրը վերցնում ու սարեր էին գնում։ Հիմա էլ են գնում, ասում են ամեն տարի վերջին տարին է, բայց այդպես էլ սարերը չեն թողնում։ Առավոտ ծեքին Գայանը կովերը կթել, կաթը տաքացրել, ոնց ասում են մայ են գցել ու երեսն անքաշ, այսինքն յուղը վրան կաթից պանիր է պատրաստում։ Պանիրը դեռ պատրաստ չէ, բայց գնորդներն արդեն հերթի մեջ են ասում է։ Ինքը կյանքում խարդախություն առաջ չկա, երեսը քաշի ու անքաշի տեղ տանի ծախի, այն սահաթին կբռնվի ասում է։ Իսկ թվում է թե կբռնվի։ Լրիվ կհասկանան։ Կարալ չեք խափեք, ասեք։ Չէ, խափելը ես չեմ կարում։ Որ քամում եմ, մենակ ճիլ եմ անում, ճիլ թել պանիր։ Դա մար մեր Սաքոնի դասմա քեզ մարա մեն ինչը դուզա։ Ես միշտ տոպրակը կմնա, մի քիչ էլ դնում եմ փլավ քամու վրա, նոր գծում եմ ֆորմի մեջը։ Կաթի գործը հեշտ չի։ Բեճարել։
Ղոչախարսին Սաքոն հարևան տնից է հարս բերել գյուղից իր տես ու ճանաչ մարդկանց օջախից, ասում է։ Հեռավոր 84-ին են ամուսնացել, ջահել ու սիրուն տարիները մաշեր, գոլեր, կալեր, եղնահաղոց ու մյուս ոնց ասում են ուրթերում, այսինքն սարերում։ Ամեն տարի ասում են վերջ, հերիք էլ սար գնալ չկա, գարունը բացվում է, եղնահաղոցի լանջերը կանաչում են, կնոջ սիրտն էլի թրթռում է, վեշ ու քոչ կապում է ու Սաքոին ստիպում սար տանել իրեն։ Ամեն տարի ասում եմ, չեմ կարող, բայց ասում եմ, լաս տարի էլ գնանք մի բան օգնենք երեխանցը։ Մի թորնիկս այս տարի դպրոցը պրսնում է, պետք է օգնեմ նվեր անենք, հա, խոզեմ առել պահել, որ երեխուս համար ցեպ առնեմ, գծեմ վիզը, մեր առաջի թորնիկն է։ Մենք չենք սիրում պարամանալ ոչ ես, ոչ ամուսինս։ Ամուսինս, որ բռնվեց սարմն էինք, ասես թող արի, ասի չէ։ Թշնամու սրտով չեմ ըլեմ։ Չծախեցի։ Ոչ մի բան։ Սաքոյ կյանքում մութ ու ծանր ժամանակներ են եղել։ Մի տարի սարում ձեռքին զենքը բռնեցին ու մի տարով նստացրին, բայց Գայանը ոչ մի ապրանք չպակասացրեց, էլի սար գնաց, արեց, դրեց, եղածը շատացրեց։ Պատմում է ու կտրատում պլեճի կարտոֆիլը Սաքոյն էլ հրահանգում կրակը թեժացնել։ Հետո պատմում է, որ թորները դարել են քաղաքի մարդկանց նման, տնական յուղ ու պանրին անուն են դնում, թե հոտ է գալիս։ Չեն ուտում։ Այ տնաշեններ, սարի ծաղկի հոտն է գալիս, ոչ թե ձեր քաղաքում կերածի նման անհոտ ու անհամ, զարմանում են տատն ու պապը։ Տնական միզ вообще չեն ուտում, ոչ միզ, ոչ պանիր, ոչ պանիր, ոչ մի թորս ստերես արցակուրտին, ասմա տատիկ ձեթով ժարի, տարա ցավը տանեմ, ասի մենք ձեթ չունենք, կգնաս մամա այդ կասես ձեթով գալի։ Այլ եմ խապել ասել ձեթով, ասա չէ հոտա գալիս, խապում ես։ Вообще տնական ուժը, դե փոքր են էլ գնացել են, առաջի դասան մեծ թորս ընդյա գնացել են, մեկը մանկապարտեզ։ Արդեն ոնց որ լրիվ Երևանի ստիլն են երկալել։ Այ այդպես մեկ-մեկ քաղաք են գնում ու գյուղի համն ու հոտը մոռանում, բարկանում է Սաքոն։ Իրենց գյուղի ջահերներն էլ, որ աշխատելու նպատակով քաղաք են գնացել, շատերը գյուղի ճամփան մոռացել են։ Նրանք էլ, որոնք գնում գալիս են, ուշքներն էլի քաղաքում է, մեծ քաղաք, ասֆալտապատ լուսավոր փողոցներ, հազար տեսակ մարդ, հազար տեսակ բարիք, սիրուն աղջիկներ։ Այդպես տարվում են սիրունությամբ ու մոռանում անգամ ամուսնանալու մասին։ Հետն էլ լավ տղա խաղում, ասում է ու էլի հիշում գյուղի ազապ տղաներին ու բարկանում, որ իր ու սարերի օրենքները մոռացել են։ Լավ տղեն իր ընտանիքով լավ տղա, դու ինչքան էլ լավ տղա ես, պետք է ընտանիք ունենաս, եթե ընտանիք չունես, էլի լավ տղա ես։ Պետք է ընտանիք ունենաս, աշխատանք ունենաս։ Իմ ընկերն ասեր, թե եթե ընտանիք չունենայի, կարող է ավելի շատ հարուստ լինեի, կամ ստի չլնեի, բերդերը մլնեի, բայց ճիշտ ասում, բաներ կա, որ հետապահում քեզ ընտանիքը, քո երեխեն, քո կինը քեզ հետապահում հանցանքից էլի։ 25 տարեկանից բարձր իրանք չկա։ Քարինջեցի Սաքոն էլ մեր հավատարիմ հետևորդն է ու իր ընկեր Դսեղեցի Աբոյի խոսքը մեր ռեպորտաժներից լսել ու մտապահել է, քանի որ իր սրտով է։ Այո, չամուսնացածների համար պետությունը պետք է հարկ սահմանի են էլ բարձր, են էլ այնպիսի, որ առանց երկար բարակ մտածելու ամուսնանան։ Ընդամենը մի 140 տուն ենք, ինչ ենք, չգիտեմ, բայց փոքր է էլի, այդ փոքր գյուղում 60 տղա կա, որ ամուսնանալու ենթակա են, չեն ամուսնանում։ Մեկը պատճառը բռնում, դե գործ չունեմ, գործը ինչ է խանգարը, որ ամուսնանաս, ստիպած կաշխատես էլ, գործ էլ կճարես։ Առաջին հերթին պետք է տղեն 25 տարին չանցնի։ Հա։ Հերիքա 25 տարին արդեն հերիքա էլի, որ նա կայնա կողմնորոշվի, հասուն տղա ալեմ, կողմնորոշվի, ինչ անելու, ինչ մասնագիտություն անտրելու։ Այնպես չի, որ դժվարությունները կամ պակաս պռատը հատնում է ու եթե օրինակ 40-ում ամուսնանան դժվարություն չեն ունենալու։ Չէ, ամբողջ կյանքը դժվարությունների շղթա է, հաղթահարում ես, անցնում առաջ, ասում է։ Ես երբեք չեմ դժգոհել, երբեք։ Իմ աշխատանքով, իմ քրդենքով աշխատել ենք։ Հիմա սա մեխանիզացիա է խոտ հնձելը, իսկ առաջ դե գերանտվով էինք հնձում։ Հիմա գյուղում ես ու իմ տարիքի մարդ ենք այս տարի գերանդով վերցրել, բայց ենքան տարածքներ ամնում անհնձել,
չեն հնձում, ասում են հա խոտ կառնենք էլի, մի մուզիկա ծախենք կառնենք, բայց դա ճիշտ չի էլի, սենց որ գնա, հետ կգնա գյուղատնտեսությունը։ Մի գյուղում ընդամենը 5 հոգի ոչխար ունեն, ես 140 տան մեջին 5 հոգի ոչխար են պահում, վաղտ 2000 միջև 3000, 5000 ոչխար աղել գյուղում, բայց հիմա ընդհանուր վերցնես 500 չի ելել նիսկի։ Մայիսի վերջին գյուղում մի քանի տուն էլ կդատարկվի, Փառք Աստծո ժամանակավոր, բայց իրենց գնալը ոնց ասում են վնաս չէ, միայն օգուտ։ Այդպես գոնե սարերն էլ չեն դատարկվում, քանի դեռ իրենց նման սարվորներ կան։ Ինչ այլ ենք անասունով, ամեն ձևի անասուն էլ պահել ենք, ամեն ձևի 60-70 ոչխար ենք ունացել, մի այդքան էլ տոմի 100 էլ կողքից ենք վերցել, մարդիկ ունենք կթել ենք օգտվել, ասենք մի ոչխարը սեզոնին 15 կիլո պանիր անում, մենք այդ ոչխարի տիրոջը տվել ենք 4 կիլո, 5 կիլո, այն 10 կիլոն մենք ենք օգտվել, դե պահել ենք, չարչարվել ենք, օգտվել ենք էլի, տենց, հա դրանով ենք երեխեքին պահել, ով պտի տար, հո չենք կարա սպասենք, պետությունն ինչ օգնի, դու առողջ մարդ ես աշխատի, էլի պետությունն ինչով է մեղավոր, իմ տեղ են զանգում ասում, բալկոնը մնստի, ծերությունը դվայլ, դար կարում եմ ասի, ինչ, հենց նստեցի կծերանամ ավել, սրա վրա փող չես ծախսում, մի քիչ համբերություն պետք է, աշխատանք պետք է, լոդր չլեն, մենք մի ապրիլի կեսից կթելու ենք պանիրի ոչխարի, պահանջ շատ կա ոչխարի պանիրի, ոչխարը քիչ է, բայց պանիր շատ պահանջարկ կա, շատ։ Սար գնաց, որ պետք է հարս ունենա տանը, հարսս դե երեխեքի խաթերս տեղից գործը թողեց գնաց, հուկա չէ ասեմ իմ խաթերս դիմնա տունն ունեն, տեղն ունեն, իրանց աշխատում են։ Գայանն ու Սաքոն արդեն 43 տարի կողք կողքի են աշխատելով, արարելով, իրար հասկանալով։ Գործը վաղուց բաժանված է, մեկը սկսում է, մյուսը շարունակում ու այդ լուր համաձայնության մեջ է իրենց տանուժն ու տարիների չմարող ջերմությունը։ Կյանքım ուշուց տված չեմ ես, հա։ Ես անասուն ել չեմ փետով տված հենց որ կամ ուշուց տաս Ես տես բաներ չունեմ, էլ հա ներվում ես, քու մեջ եփում դժվար այս տանում, բայց դելի մի բան, մարդ կա աթորը ջարդում ապրանքի գլխին կամ կնգանա ծեծելը որն է, Ու այդպես ապրում են հաշտ ու խաղաղ իրենց փոքր աշխարհում մեծ երազանք պահած, թող աշխարհն էլ մի օր խաղաղվի, որ Սաքոն հանգիստ իր չոբանությունն անի, Գայանն էլ իր կիթը առանց վախի ու հոգսի, ու սարերի լռության մեջ միայն հոտի ձայնն ու մարդու սրտի խաղաղությունը լսվի։ Հարգելի հետևորդ, եթե բաժանորդագրված չեք մեր ալիքին, առաջարկում եմ բաժանորդագրվել եւ անպայման հավանել, լայքել այս տեսանյութը։ Ձեր այդ աջակցությամբ հնարավորություն եք տալիս շարունակել աշխատել եւ ներկայացնել ել ավելի հետաքրքիր մարդկանց ու մարդկային զարմանահրաշ պատմություններ։ Շարունակվում է Հրաչյա Պապինյանի Ալավերդի գրքի վաճառքը 1000 էջ եւ 1600 եզակի լուսանկար, Ալավերդի համայնքի եւ հարևան բնակավայրերի պատմությունը նախաուրարտական շրջանից մինչեւ մեր օրերը, անհայտ մանրամասներ, Արտաշեսյանների ու Արշակունիների շրջան, Լոռու Գյուրիկյան թագավորությունը եւ նրա արքա Դավիթ Անհողինի աշխարհակալ արշավանքները, մոնղոլների, սելջուկների, վրացիների կառավարման շրջան, Ալավերդու խորհրդավոր քարայրերը, Լոռու քաջերի եւ լեզգիների արշավանքների ամենադրամատիկ եւ ամենամանրամասն 150-ամյա պատմությունը, Լոռու ազնվական տների եւ պղնձի 250 տարվա ամբողջական պատմությունը, բոլշևիկյան ապստամբություններ, Լոռու չեզոք գոտի, Թիֆլիս Սանահի երկաթուղու շինարարություն, Ալավերդու թաղամասերի հիմնարկ ձեռնարկությունների կրթական ու մշակութային հաստատությունների հիմնադրում, գործունեություն, նշանավոր շենքերի կառուցման եւ նշանավոր մարդկանց պատմություններ։ Գիրքը կարելի է ձեռք բերել Ալավերդու Կատա սուպերմարկետի գրախանութից, Զայաթնովա փողոցում գտնվող գրախանութից, Valex Garden հյուրանոցի նախասրահի ընդունարանից։ Երևանում այն կարելի է ձեռք բերել Բուկինիստ ցանցի Մաշտոցի պողոտայի եւ Դալմա Garden առևտրի կենտրոնի գրախանութներից։ Գիրք Ալավերդու եւ Լոռու պատմությամբ հետաքրքրվողների եւ ուսանողների համար։